Նախագահականում եզդիների համայնքի ներկայացուցիչները մնացին մոտ 20 րոպե, գնացել են Սերժ Սարգսյանին բողոքի նամակ հանձնելու։ Եզդիները պնդում են, որ Հայաստանում գրեթե քրդեր չեն բնակվում, մինչդեռ կրթության նախարարությունը քրդերեն լեզվով դասագրքեր է հրապարակել, դպրոցներում էլ դասաժամեր ստեղծել։ Քրդեր չկան, իսկ գրքերը տպագրվում են քրդերեն լեզվով։ Եզդիները նաև ցանկանում են Հայաստանի ազգային ժողովում ներկայացուցիչ ունենալ։ Ըստ նրանց, մեր երկրում իրենց թիվը պաշտոնապես մոտ 60,000 է, բայց եթե մարտահամար անցկացվի, թիվն ավելի մեծ կլինի։ Ոչինչով չի պաշտպանվում, քանի որ ազգային ժողովում ոչ մի падգամավոր չունենք։ Բողոքի ակցիան եզդիները սկսել էին առավոտյան նախագահական նստավայրի դիմաց։ Դրան մասնակցում էր մոտ 12 եզդի։ Ցուցարարներին հսկող ոստիկանների թիվը գրեթե հավասար էր։ Սակավաթիվ լինելու հանգամանքը կազմակերպիչները բացատրեցին նրանով, որ որոշել են սպասել պատասխանին, ուստի հրավիրել են ամեն համայնքից 2 ներկայացուցչի։ Ծավալուն բողոքի ակցիա եզդիները խոստանում են սկսել, եթե իրենց նամակը ընթացք չստանա։ Գայանե Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։